Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին տոնական ոչ աշխատանքային օրերից հետո վերադարձել է եթեր, այսուհետ աշխատում ենք մեր բնականոն ռեժիմով և մեր տաղավարում 2024-ի առաջի հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան, շնորհավորում եմ ձեզ տոների կապակցությամբ, ցանկանում լավագույնը։ Պարոն Քոչարյան, այսօր հունվարի 5-ն է, Սուրբ Ծնունդն է, ու սովորաբար եկեղեցական տոներին ընթառաջ եւ եկեղեցական տոներից հետո մենք սպասում ենք, որ հավատավոր հայ ժողովուրդը միասնականություն եւ համերաշխություն կդրսեւորի հայ առաքելական եկեղեցու այդ կարևոր ինստիտուտի շուրջ, բայց արդյոք այնինչ տեղի ունեցավ 2023-ի տարեմուտին, երբ հանրային հեռուստաընկերությունը եթեր չհեռարձակեց ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը, մեզ թողնում է այդ լավատեսության տեղը, որ մենք իսկապես կունենանք այդ համախմբումն ու միասնականությունը։ Դա ամեն դեպքում տեսեք, եթե մենք հուսահատվում ենք, իսկ դա քրիստոնեության մեջ համարվում է 7 մեղքերից մեկը, ապա կարելի է ընդհանրապես ոչ մի բան չանել, հա, կոպիտ ասած ճամպրուկը հավաքել եւ գնալ։ Եվ այս բaragայում հավատ ի Աստված եւ այդ կամքը, որը մնացել է ազգի որոշ մասի մոտ, մեզ թույլ է տալիս ամեն դեպքում մտածել, որ որոշակի բաներ հնարավոր է փոխվի եւ փոխվի դեպի լավը, հատկապես որ այն կառույցը, որը պատասխանատու է ազգի հոգևոր սնուցման համար եւ պահպանման համար, ինքը իր ասելիքը ասել է, ասում է եւ շարունակում է ասել, խոսքը գնում է հայ առաքելական եկեղեցու մասին, որը երևի թե միակ ազգային կառույցն է, ինստիտուտն է մնացել, որը հետևողականորեն իր ասելիքը պնդում է եւ չի գնում, չի համագործակցում իշխանությունների հետ որևէ բaragայում։ Չհամագործակցության հետևանք է այն, ինչ տեղի ունեցավ 2023-ի տարեմուտին։ Ինչու հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց մի բանից, ինչը նաև ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մեր եկեղեցին ունի բացառիկ դեր։ Սա իշխանություն եկեղեցի պայքարի համատեքստում դիտարկենք, սա համարենք ուղակի պատճառ նրա, որ վեհափառն իր ուղերձում կոչ էր արել Արցախ վերադառնալու հույսը չկորցնել, որն էր գլխավոր պատճառը։ Ես մի փոքր թվացող աբսուրդ բան կասեմ, բայց ես ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձը եկել եմ այն եզրակացության, որ այս անունը հիմնավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը իրեն համարում է ազգի հոգևոր առաջնորդ, հա, եւ ըստ Նիկոլ Փաշինյանի տարեմուտին գիշերվա ժամը 23:55-ին երկու կաթողիկոս իրավունք չունեն խոսալու, իսկ ինքը իրեն դրել է կաթողիկոսի տեղ, հա։ Մենք կարող ենք տեսնել, որ Նիկոլ Փաշինյանը իրեն համաճարակաբանի տեղեր դրել ժամանակին, այնուհետև սպարապետի տեղեր իրան դրել, Հռոմի պապի տեղեր դրել, Հովհաննես Թումանյանն էոնից էր խոսում եւ ինքը իրոք իր մեջ մտածում է, որ այն քարոզը, որ ինքն է կարդում, հա, սաղմոսները իր կարդացած։ Հա, սաղմոսները կարդի, ամանորյա իր ելույթը ուղերձը ինքը պետք է լինի եւ քաղաքական, եւ ազգային, եւ հոգեվոր, եւ այստեղ կաթողիկոսի ելույթը ուղղակի իր մտածելով ավելորդ է։ Դրա համար իրենք առաջարկել են կաթողիկոսեն խոսել նորություններից հետո, չգիտեմ, նախագահից հետո, բայց ոչ այդ ժամին։ Այստեղ ավելի շատ ոչ թե կառավարություն եկեղեցու պայքարն է, այլ զուտ Նիկոլ Փաշինյանի հերթական, այսպես ասենք, ոչ հոգեպես հավասարակշռված պահվածքն է, որ ելի եմ ասում, ինքը մտածում է, որ ինքը կաթողիկոսին հավասար կամ միգուցե ավելի լավ կներեք շակերտների համար տղա է եւ դրա համար տեղ ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Նաև այստեղ իմ կարծիքով պետք է այլ մարդկանց դիտարկել, ովքեր այդ որոշումը կատարեն ածել եւ խոսքս առաջերտին գնում է Արա Շիրինյանի մասին։ Տարածեցին հայտարարություն, նախ կոչ արեցին օրենքով կարգավորել, խոսեցին օրենքի բացի մասին։ Ես խոսում եմ անաղողացության մասին, հա, ես ուզում եմ շեշտեմ հենց Արա Շիրինյանի դերը, որը այդ հանձնաժողովի ղեկավարն է, եթե չեմ սխալվում, եւ այդ մարդը ժամանակին եղել է շողակաթի աշխատող եւ նկարներ է նկարել կաթողիկոսի մասին, խոսքեր է ձոնել իր հերթին եւ իր մեջ այդքան տղամարդկություն չի ունեցել, հա, գոնե շնորհակալ լինելով ժամանակին, հա, եկեղեցում անցած փորձի համար եւ կաթողիկոսի հետ ունեցած հարաբերություններից ելնելով գոնե հրաժարական տար, գոնե
դիմադրեր այս որոշմանը, գոնե ինքը ելույթ ուներ, գոնե մի հատ Facebook-ի ստատուս գրեր, որ այս ամեն ինչը սարսափել է, գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն փչացնում է բոլորին, հա, եւ ցավոք սրտի այդ բոլորն էլ հավեսով փչանում են։ Սա է խնդիրը, որի շուրջ պետք է մտածել եւ սա պետք է լինի իմ կարծիքով 2024 թվականի հիմնական անելիքը նաեւ անդիմադիր դաշտի ամեն դեպքում այդ Պարսավանքի ինստիտուտը, որ միջի հիմա չի ստեղծվել, ինքը պետք է ստեղծվի եւ հետագայում մարդիկ, ովքեր գնում են Փաշինյանի հետ համագործակցության կամ անհավատություն են ցուցաբերում կամ ծախվում են կամ ուղղակի հակազգային ուրեմն բան են ունենում, պահվածք են ունենում, իրենք հանրության կողմից համապատասխան ուրեմն գնահատանքի պետք է արժանանան եւ դա պետք է լինի հետեւողական process, որ Պարոն Քոչարյան, այսինքն Փաշինյանի հետ համագործակցել հնարավոր է ծախվելու անաղուհացության եւ գաղափարապես, եթե դու անդամակցում ես Հայաստանի թուրքական կուսակցության, այսպես ասենք, հա, որովհետեւ բոլորս արդեն հասկացել ենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահերը առնվազն եւ շատ դեպքերում գործում են թուրքաբարը։ Հայ առաքելական եկեղեցին ըստ վերջին նաև սոցիոլոգիական հարցումների վերջին նախավերջին իր բարձր վարկանիշը շարունակում է պահպանել։ Դրան դեմ են ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը, հա։ Կարող ենք այդ համատեքստում եկեղեցու դեմ արշավը այդ համատեքստում մենք տեղավորել։ Պայքար Սփյուռքի դեմ, պայքար եկեղեցու դեմ։ Տեսեք, շատ քիչ կառույցներ կան, որոնք ազգաստեղծ եւ ազգապահպան են եւ հայ առաքելական եկեղեցին նրանցից մեկն է։ Մենք բոլորը շատ լավ գիտենք հայ առաքելական եկեղեցու դերը նաեւ Հայաստանից դուրս, հա, կոպիտ ասած իմ անձնական փորձով ես տեսել եմ, որ համայնքում կա եկեղեցի գործող, այդ համայնքը ուժեղ է, որ համայնքում չկա, այդ համայնքը 1000-ից 1 կարող է հավաքվել ինչ որ Խաչքարի մոտ, ինչ որ 24-ին ապրիլի կամ եւս ինչ որ մի օր եւ այններ ծրվում են, այսինքն եկեղեցին շատ տեղերում կատարում է նաեւ այդ ազգապահպան իր շուրջ միավորման դերը եւ սա իհարկե խանգարում է այն մարդկանց, ովքեր նպատակադրված կործանում են նաեւ Սփյուռքը։ Տեսեք, մենք ունենք գերամիասնություն Հայաստան-Արցախ Սփյուռք, Արցախը այսպես ասենք Թուրքիան եւ իր շուրջ միավորված, հա, Հայաստանի գործակալները արտասահմանը եւ այլն, իրենք նպատակին հասան ժամանակավորապես, Արցախը ներկայային ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից եւ այստեղ պետք է քայլ երկուսը կատարվի, այսինքն պայքար Սփյուռքի դեմ եւ ընդ որում սրա դեմ շատ մեծ հաճույքով աշխատում են եւ Հայաստանում, իդեմը Զարե Սինանյանի, ով շատ նպատակաուղղված, նպատակասլաց պարակտում է հիմա Սփյուռքը եւ նաեւ թուրքական կառույցները, որոնք զգացել են, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս Սփյուռքի մեջքին, այսպես ասենք, չի կանգնելու եւ Հայաստանի Հանրապետության միջոցով էլ փորձում են հարվածներ հասցնել Սփյուռքին, օրինակ մենք բոլորս հիշում ենք հայտնի սորոսական Մարիա Կարապետյանի ելույթը, եթե չեմ սխալվում, որ այլևս հայդատի գրասենյակները մեզ պետք չեն, քանի որ Հռոմի ստատուտը մենք ընդունել ենք։ Իսկ հայդատի գրասենյակները դա արտասահմանում հայկական ամենաուժեղ գործող լոբիստական կառույցներ են եւ պարզ է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը պատերազմ է հայտարարում այդ կառույցներին, ուրեմն դա կրկին չի հետապնդում Հայաստանի Հանրապետության շահը, այլ հետապնդում է թուրքական շահը։ Եվ սա համատարած պատերազմ է հայկականության դեմ, այսպես ասենք, հայկական պետականության դեմ եւ այն մարդիկ, ովքեր ներկապային մտածում են, որ Արցախի հանձնելով ամեն ինչ կկայանա Հայաստանը կդառնա ինքնիշխան եւ այլն, շատ ուժեղ սխալվում են, որովհետեւ հարվածները տեղի ունենում բոլոր ուղղություններով եւ նույնիսկ եթե Հայաստանի Հանրապետության ներկա տարածքում գոյություն ունենա էլի Հայաստան անունով ինչ որ պետություն, այն այլևս որևէ ինքնիշխանություն չի ունենա եւ այն երբևէ չի սպասարկելու հայկական շահը։ Լավ ստեղծված իրավիճակում նաև եկեղեցու եւ անելիքը եւ ասելիքը որը պետք է լինի։ Լավ, այո, Նիկոլ Փաշինյանը, որը իրեն համեմատում է Պապ Թագավորի հետ, գուցե կարդացել է միայն Ստեփան Զորյանի հայտնի պատմությունը, դրա համար է իրեն Պապ Թագավորի հետ համեմատում։ Նիկոլ Փաշինյանը իրեն համարում է եկեղեցու դեմ պայքարի առաջամարտիկ, բայց եկեղեցին դրան ինչ կերպ պետք է հակազդի։ Եկեղեցին բոլոր հնարավոր ձևերով հակազդում է այն ուրեմն ինստրումենտարը, որը ունի եկեղեցին, ինքը փորձում է օգտագործել, բայց եկեղեցին չի կարող դուրս գա եւ ցույց անի, եկեղեցին չի կարող
չգիտեմ, ուժային կոշտ միջոցների դիմի իշխանությունների, հա, եկեղեցին իր ֆունկցիան ունի եւ այստեղ ամեն ինչ կախված է նաեւ մեզանից հայրաքելական եկեղեցու հետևորդներից, այսինքն եկեղեցին իր խոսքը ասում է, եկեղեցին իր պայքարը տանում է, եկեղեցին չի կոտրվում, եկեղեցին տարբերություն Արցախի ղեկավարությանը ներկայիս մկանցակը չի մտնում ու ձեն չի հանում, շատ լավ հասկանալու որ ամեն դեպքում խնդիրներ կարող են առաջանալ նույն եկեղեցու համար, բայց ելի եմ ասում, այս կառույցը ինքը ցույց է տալիս, որ ինքը պայքարի մեջ է բոլոր հնարավոր եկեղեցուն հնարավոր միջոցները, որտեղ ելի եմ ասում, բաներ կան, որ եկեղեցին չի կարող անել։ Եվ այստեղ էլ եմ ասում, մեզանից է շատ բան կախված եւ այն մարկանցից, ովքեր դիտարկում են հայրաքելական եկեղեցին ոչ միայն տեղը, որտեղ կարելի է գնալ մոմ վառել եւ աղոթել, այլ դիտարկում են հայրաքելական եկեղեցին, որպես ազգապահպան պետականաստեղծ, պետականապահպան կառույց եւ շատ լավ հասկանալով այդ պետք է անդադար եկեղեցու կողքին լինեն։ Այսինքն, եթե հայ առաքելական եկեղեցին նախընթաց տարում շատ ավելի կոշտ լիներ իր դիրքորոշումների մեջ եւ շատ ավելի հասցեական ասեր շատ բաներ, գուցե հիմա այս վիճակում չլիներ։ Գիտեմ, այն ինչ հասցեական պետք է անի, եկեղեցին մնացել է երևի մի քայլ, որ պետք է նզովքի ենթարկի Նիկոլ Փաշինյանին, բայց Նիկոլ Փաշինյանն էլ եմ ասում, դրանից ոչ տաք կլինի, ոչ սառը կլինի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իրեն դրել է կրկին էլ եմ ասում ընդ որում գործելով աղանդաբարո կաթողիկոսի տեղ է դրել, այսինքն ինքը իրոք մտածում է, որ ինքը կարող է ժողովրդի հետ հոգևոր թեմաներից էլ խոսա եւ խոսի ավելի լավ, քան կաթողիկոսը։ Այդ դեպքում հնարավոր է գնա սահմանադրության փոփոխությունների եւ հայ առաքելական եկեղեցին ունի ըստ ներկայիս սահմանադրության բացառիկ դեր, այդ բացառիկ դերից էլ հրաժարվի հավասարեցնի սովորական կրոնական կազմակերպությունների։ Տեսեք, հիմա էլ առաքելական եկեղեցին բացառիկ դերը, բայց պետությունը բացառապես այդ դերը այլևս չի հարգում, այսպես ասենք, հա։ Եվ այս ամանորյա եթերը դրա վառ ապացույցներ։ Այստեղ ել եմ ասում, եւ սրբազանները, հա, եւ Տավուշի թեմի առաջնորդը, Շիրակի թեմի առաջնորդը, համենայն բոլոր թեմերի առաջնորդը իրենց խոսքը ասում են եւ շարունակում են ասել։ Այստեղ ես կուզենայի օրինակ տեսնել նույն մարդկանց կամ այդ մարդկանց կողմից սատարվող ուժերի առաջնորդների այսպիսի հետևողական խոսքերը եւ գործունեությունները եմ ասում, եկեղեցին շատ լավ հասկանում է ինչ խնդիրների առջև ինքը կարող է կանգնել եւ արդեն կանգնել է, որովհետեւ եկեղեցու դեմ պետությունը դեռևս չի օգտագործել իր ամբողջ գործիքակազմը, որոշ զսպող բաներ ամեն դեպքում ունեն, որովհետեւ ամեն դեպքում եթե եկեղեցուն սկսեն հալածել, իրենք դեռևս չեն հաշվարկել ինչքան մարդ կարող է դուրս գա կանգնի եկեղեցու կողքը եւ ինչքան չկանգնի։ Այստեղ այսպես ասենք եկեղեցու հետ կապված որոշակի գործիքակազմ կա, որը չի հաշվարկվում, հա, որովհետեւ դու երբեք չես կարող հաշվարկես մարդու հավատքը ինչքան խորն է եւ ինչ քայլերի մարդ պատրաստ է գնալ հանուն Աստծո։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի մարդ ինչ կարող է անել հանուն աշխատավարձի, հանուն աշխատանքի, հանուն կաշառքի, հանուն չգիտեմ ինչի, բայց հանուն Աստծո, հանուն հայրենիքի այստեղ անհաշվարկելի բան է եւ այս դաշտը ամեն դեպքում իշխանությունները փորձում են չմտնի, բայց կրկին ասում եմ իմ անձնական կարծիքով այն ինչ հնարավոր է անել, եկեղեցին արել է, անում է եւ շարունակում է անել։ Հիմա Փաշինյանի մյուս քայլերին անդրադառնանք, հունվարի 3-ին առաջին աշխատանքային օրը Լոռվա մարզում էր, Վանաձորում այցելեց դպրոցներ, երկրի վարչապետը իրեն դրել էր ամենասովորական պրարաբի աշխղեկի տեղն ու ստուգում էր ծորակները, վահանակները բասկետբոլի, ինչու որոշեց միանգամից երկու պաշտոնյայի Լոռու մարզպետին եւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին աշխատանքից ազատել եւ ինչու հենց տարին այսպես էլ սկսեց։ Մի քանի տեսանկյունից կարելի է այս հարցը դիտարկել։ Ես այս ամանորյա օրերին նաև գործի բերումով տարբեր սոցիալական ցանցեր էի հետազոտում եւ TikTok-ում տեսա, որ շատ պոպուլյար են Լուկաշենկոյի հետ այս կարճ վիդեոները, որոնց ինքը գնում է ինչ որ կոլխոզ կամ ինքը գնում է ինչ որ քաղաք եւ կներեք բառիս համար հոգնա է կիրառում, հա, այնտեղի ղեկավարությանը, թե ես ինչի ներկայ չէ, ես ինչի պատրաստ չէ եւ այլն։ Եվ մտքովս անցավ, որ սա շատ լավ հետաքրքիր պոպուլիստական, հա, ձևաչափ է, որը բավականին լավ կաշխատի։
ազնվորեն ասեմ, ես խորհուրդ չեմ տվել, բայց այն ինչ որ ինքը արեց Լոռու մարզի այցելությամբ, սա հենց այդ տրամաբանության մեջ է եւ ինքը ավելի շատ իրան բացկայի տեղ էր դրել, քան ինչ որ այլ բան։ Ինչու Լոռու մարզ այստեղ էլի տարբերակներ կան, որ նույն Լոռու մարզի ղեկավարը եւ նաեւ քաղաքաշինության նախարարը իրենք Նիկոլ Փաշինյանի իշխանության թույլ օղակներ են եւ օրինակ Արմեն Ղուլարյանը մենք գիտենք, որ ինքը բոլոր իշխանությունների ժամանակ փորձել է տեղավորվի եւ թիմի կողմից այդքան էլ վստահելի չէ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի այն իրական թիմը, որը կուռ հավատում է իրեն եւ այլ գաղափարների ինքը չի ընդունում Ղուլարյանին, որովհետեւ ինքը նախկին է, հա, իսկ Լոռու մարզպետի հետ կապված կրկին խոսակցներ կային տարեվերջին հատկապես, որ այդ պաշտոնի վրա հավակնում է Ալավերդու այսպես ասենք նայողը, հա, Արեն Մկրտչյանը եւ կտեսնենք ինչպես կզարգանա։ Իմ կարծիքով մի փոքր թատերականացված էր այս ամեն ինչը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ էր ինչը պետք է քաշի փոկի եւ ինչը չպետք է քաշի փոկի։ Կախիչները նկատի ունեն։ Հա, խոսքը կախիչների մասին է, հա, եւ նաեւ այստեղ այսպես ասենք նաեւ նույն Ղուլարյանի ու մարզպետի մեղքներ կար, որ մենք բոլորս գիտենք ամսի քանիսին է գնալու Փաշինյանը այնտեղ եւ որ դպրոցն է գնալու ու կարելի էր ավելի նորմալ պատրաստվել այս ամեն ինչին, ամեն դեպքում քո ղեկավարն է գալիս եւ այսպիսի վերաբերմունքը նաեւ ոնց որ անհարգալից վերաբերմունք էր իրենց թիմի ղեկավարի հանդեպ, ինչի համար իրանք իհարկե պատժվեցին, որովհետեւ այսպես ասեմ Նիկոլ Փաշինյանի մոտ շնորհակալություն, այսպիսի շնորհակալ լինել ինչ որ բանի համար, հիշողություններ, ինչ որ բան ինքը չունի, ինքը պայետա կարող է, չգիտեմ, իր բարեկամին այդ գործից հանի, հանուն իր PR-ի եւ սրանք այդքան բանը չհասկացան։ Ամեն դեպքում որևէ ցավալի բան չունեմ ես իրանց համար, հատկապես Լոռու մարզպետի մասին ու ցուցմունքների հիման վրա մինչև հիմա բանտում գտնվում է Մամիկոն Ասլանյանը, հա, ամեն հույս ունենամ, եթե այս իշխանությունների ժամանակ ինքը չպատժվի, ամեն դեպքում հաջորդ իշխանությունները իրեն համապատասխան քաղաքական եւ իրավական գնահատական կտան։ Փաշինյանին զարմացրել էր այն, որ օրինակ 40 միլիոն են խնայել, էժան ապրանք են գնել։ Փաշինյանը նոր իմացավ, որ կան խնայողություններ, կա կոռուպցիա, իր համար այնտեղ դա բացահայտեց, չէ՞ որ ինքը մի թիմի ղեկավար է, որի թիմակիցները օրինակ 53,000 դրամ էին հայտարարագրել 2018 թվականին, բայց դարձան նախարար, նորակառույցում 3 բնակարան ունեն, հա, նոր էր բացահայտում այդ կոռուպցիան։ Ուզում եմ հասկանալ, սա նաև 2024-ին արտահերթ ընտրության համատեքստում դիտարկենք, թե չէ։ Հնարավոր է, գիտեք, երբևէ ասել, որ Փաշինյանը արտահերթի չի գնա, չկարելի ասել, կամ ամեն դեպքում ես նաև սա կապում եմ, որ ինքը փորձում է ամրապնդել իր ռեյտինգը, որը բավականին ցածր է ներկայացնում, փոքր ավելացնել, որովհետև ծանր որոշման առջև է կանգնած լինելու, ինչպես ինքն է սիրում ասել, հա, եւ խոսքը գնում է խաղաղության համաձայնագրի մասին, եւ ավելի շատ այս PR-ն ինքը փորձում անի, որպեսզի հնարավոր հետևանքները մեղմվի, հա, սրա, բայց ամեն դեպքում ել եմ ասում հաշվի չառնել, որ հնարավոր են արտահերթ ընտրություններ չի կարելի, որովհետև ընտրությունները հիմա տեղի ունենալու բոլոր ուղղություններով եւ Ռուսաստանում է լինելու եւ Ադրբեջանում է լինելու եւ շատ հավանական է, որ դա Հայաստանի ներքին դաշտի վրա ինչ որ ձևի ազդեցություն կունենա։ Կապված կոռուպցիայի հետ, տեսեք, կոռուպցիա առաջի դեպքը Փաշինյանի ժամանակ, սա հայտնի Դավիթ Սանասարյանի հետ կոռուպցիոն սկանդալներ, որը ըստ ասեկոսների փակվել է ԱՄՆ դեսպանության միջամտությամբ, հա, որովհետեւ Դավիթ Սանասարյանը հեղափոխական տղա էր եւ չէր կարելի հեղափոխության սիմվոլներից մեկին այսպես միանգամից կոռուպցիայի մեջ խեղդել եւ Փաշինյանը գնաց այլ ուղով, որը նաեւ ընդունված էր շատ խորհրդային երկրներում, նախի խորհրդային երկրներում դու թողում ես մարդը հարստանա, այնուհետև ուղարկում ես նրա մոտ վերահսկիչ օրգաններ, հա, ուժայիններին, իրենք բացահայտումներ անում են եւ այդ մարդը կոպիտ ասած ամբողջապես դառնում է տվյալ երկրի ղեկավարի ստրուկը, հա։ Մենք բոլորս գիտենք եւ բազմիցս մամուլում են դա այդպիսի բաներ գրված եղել, որ Փաշինյանը տնտեսական եւ այլ տիպի շանտաժներ է կիրառում իր պատգամավորների, իր շրջապատի վրա,
որպեսզի ստիպի իրենց հլու հնազանդ կատարել իր հրամանները, որոնք շատ հաճախ մարկ են տրամաբանությունից կամ իրավաչափությունից դուրս են եւ այստեղ բարձրացնենք շատ լավ գիտի ինչ է ոնց է եղել ուղղակի օգտագործումը դա այն ժամանակ երբ որ պետք է ուրեմն ինչ որ մարդկանց հեռացնել գործից նստել նայել են տեսել են թույլ օղակները որոնք են որոնք իր թիմը օրինակ ինքը չէր գնա հիմա ներկապային Շիրակի մարզպետին հանել, հա կամ Գեղարքունիքի մարզպետի, որովհետև իրանք թիմի անդամ են ավելի շատ, Շիրակի մարզպետը նոր է, Գեղարքունիքի մարզպետը Գնել Սանոսյանի ուրեմն երաշխավորած անձն է, Գնել Սանոսյանը հիմա Փաշինյանի թիմի առանցքային դեմքերից է, եւ դրա համար կոնկրետ փորձեցին հենց այս մարզում ինչ որ բան անել, եւ էլ եմ ասում նախարարներից մեկին էր կարելի էր հանել Հա, եւ որ տեսնում ենք, որ նախարարներից են ազատվել իրենք էլի ազատվել են, այսպես ասած, նախկինների հետ կապված նախարարներին, մեկը Հուլարյանն էր եւ մյուսը ԲՏԱ նախարարն է, որը անմիջական կապ ունի Խաչատուր Սուքասյանի հետ, որը էլի կրկին հիմնականում թիմի կողմից չի ընդունվում, քանի որ թիմը համարում է, որ ինքը ամեն դեպքում բուրժուազիայի ներկայացուցիչ է, որին Նիկոլ Փաշինյանն ենք որպես նեոբոլշևիկ ատում են Բայց նաև օգտագործում եւ օգտվում նրա միջոցներից հատկապես ընտրությունների ժամանակ Դա փոխադարձ շահավետ է, բայց ամեն դեպքում երբ որ պահը հասնի, տեսեք, որպեսզի դու անընդհատ քեզ մեղավոր չճանաչես, դու պետք է մեղավորներ նշանակես, նախկինների քարտը չի աշխատում, հա Դա եմ ուզում հասկանալ։ Արդյոք այս սցենարը, որը բեմադրվեց նույն Վանաձորում, հիմա վանաձորցիների վրա աշխատելու է։ Իհարկե Ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ սիրում է, որ Նաջարնիկին հանում են, այն էլ այս ձևով էլի։ Հիմա տեսեք, ժամանակին նախկիններն են մեղավոր, հիմա այդ խաղակարգը չի աշխատում, որովհետև ասում են դու 6 տարի ուներ նախկիններին պատժելու, այսինչ ես անում, սա չի ազդում, հետո ռուսներն են մեղավոր, սա քիչ թե շատ դեռևս աշխատում են, բայց չի կարող աշխատել ներսի դաշտի համար տնտեսական խնդիրները եւ երրորդ քայլն է գալիս, սա քաղաքագիտության օրենքներից է, հա որ արտաքին թշնամիները սպառում են, պետք է ներսում գտնես ինչ-որ թշնամիներ եւ սկսվելու են ենթադրենք սկզբից վատ աշխատողներ, հետո այսպես ասած մարդիկ ովքեր հատուկ են սաբոտաժի ենթարկում երկիրը, դա նույն Ստալինի ենթադրենք դրամաբանությամբ շարժվել է, այսինքն ներքին թշնամու ոչնչացում է գնալու, ներքին թշնամու ոչնչացնելու համար պետք է արդեն քո սեփական կադրերից գտնես, սկզբից էլ եմ ասում ռեյտինգ վայելու համար ռասխոդ են տալու այսպես տիպի մարդկանց, հետագայում շատ հավանական է, որ նույն Խաչատուր Սուքասյանին, որովհետև էլ եմ ասում, ինքը ամեն դեպքում թիմի անդամ չի, ինչքան էլ ինքը փորձի ներդրում ունեցած լինի թիմի աշխատանքին, ինչ իր մարդկանց ունենա, հա, իր նախագահ ունենա, իր, չգիտեմ, արժեխոսնակ ունենա, բայց ամեն դեպքում այս ամեն ինչը հիշել են, որովհետև մի բան է, որ դու սորոսական նեոբոլշևիկ ես, մյուս բան է, որ դու ամեն դեպքում բիզնեսի ներկայացուցիչ ես, ընդ որում հին բիզնեսի ներկայացուցիչ ես կամ նախկիններից ես եւ հերթով ժертվա են տալու հենց նախկիներին կամ բիզնեսի ներկայացուցիչներին։ Դուք ասացիք չի բացառում, որ Փաշինյանը գնա արտահերթի։ Արտահերթի կգնա առանց արտաքին երաշխիքների։ Երաշխիք, որ ինքը կվերընտրվի։ Ես իր տեղը չէի գնա արտահերթ ընտրությունների, որովհետեւ ինքը բոլոր գործիքակազմին տիրապետում է, հա, որով ինքը կարող է յուրաքանչյուր որոշում անցկացնի եւ ամրապնդի։ Բայց գնալով արկանիշն անկում է ապրում։ Բայց ամեն դեպքում ինքը ունի եւ խորհրդանական մեծամասնությունը եւ ուժայինները, հա, բոլորը ենթարկում են իրեն եւ արտաքին ֆակտորի ազդեցությունները հիմնականում ուժայիններից ինքը արդեն հասցրել է մաքրի եւ այլ առաջնորդ ինքը չի թողում հասունանա տեսեք ժամանակին որպես հավակնորդ էր Տիգրան Ավինյանը, բայց Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ Տիգրան Ավինյանը պարտվի Երևանի քաղաքապետի ընտրություններին Բայց կարգվեց քաղաքապետ, որքանով է դա պարտություն նաև։ Կարգվեց քաղաքապետ, բայց մի քաղաքապետ, որի ամբողջ գործունեությունը կախված է մի ֆրակցիայի նիստին ներկայանալու թե չներկայանալուց, սա արդեն պարտություն է եւ գլոբալ առումով Տիգրան Ավինյանը եւ կոալիցիան ունեն 32 ձայն, ընդդիմությունն 33 ձայն։ Տիգրան Ավինյանը կարգվել է քաղաքապետ, բայց ինքը մեծամասնություն չի ներկայացնում իրենից եւ
Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ կարող էր գիշերը զանգել նույն Վագն Հովակիմյանին եւ ասել, որ այն 100 պակասող ձեները ավելացնեն եւ ոչ մեկ ոչ մի բան չենք իմանա, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է որ Տիգրան Ավինյանը պարտվի, հա, որպեսզի այնուհետև իր բոլոր հավակնությունները պաշտոնի զրոյացվի եւ նույնը փորձում էր անել նաեւ Արմեն Գրիգորյանը, բայց Արմեն Գրիգորյանը մի փոքր խելացի դուրս եկավ, ժամանակին շատ բուրըն գործունեություններ ծավալում ցույց տալիս եւ նույնիսկ իրեն ներկայացնել որպես ամենապրոարևմտյան գործիչ եւ նաեւ Փաշինյանի փորձելով քաստինգի մասնակցել, հա, բայց հիմա տեսնում ենք, որ վերջին մի ամիս, 1-2 ամիսը ընդհանրապես ստվերի մեջ է մտել եւ ձայն չի հանում, որովհետեւ Տիգրան Ավինյանին պատժելով Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ դեռևս տիրապետում է այդ ներիշխանական ինտրիգաներին եւ յուրաքանչյուր մարդուն կարող է այնտեղ ուղարկել, որտեղ այդ մարդը այլևս հավակնություն չունի։ Խոսքը նույնիսկ Սուրեն Պապիկյանի մասին է գնում, որ այդ ժամանակին հավակնություններ ուներ, հա, եւ փորձում էր իր մարկանց տեղավորել բոլոր մարզային եւ քաղաքային կառույցներով եւ հիմա ուղարկվեց Պաշտպանության նախարարություն, որը մի կառույց է, որ յուրաքանչյուր ՉՊ-ից հետո կարելի է նախարարին աշխատանքից անել եւ դրանով Պապիկյանին ասին դու շատ մի ոգևորվի, հիմա Ավինյանը հիմա Արմեն Գրիգորյանը սուսիկ դարել, այսինքն այս ամեն ինչի համար եմ ասում, Նիկոլ Փաշինյանը տիրապետում է իր կուսակցության ներսում լծակներին եւ չի թողնում, որ որևէ մեկը կարող է առաջ գալ եւ առաջնորդության հավակնություն ցուցաբերի, դրա համար կրկին իրան արտահերտ ընտրություններ պետք չի։ Ում է պետք արտահերտ ընտրությունները, այսպես ասենք, միգուցե հավաքական արևմուտքին դա պետք լինի անել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում փորձելով իրենց ապացուցել, որ ինքը պրոարևմտյան տղա է եւ, չգիտեմ, կարող է հանուն նրա գնա Զելենսկոյի հանդիպի կամ շատ այդպես կտրուկ հակառուսական հայտարարություններ ու քայլեր անի, բայց ամեն դեպքում Արևմուտքը շատ լավ գիտի Նիկոլ Փաշինյանի մարդկային կերպարը եւ ամբողջապես չի կարող այսպես ասենք համոզված լինի, որ տվյալ X պահին X տեղում Նիկոլ Փաշինյանը կանի այն, ինչ որ պետք է անի, որովհետեւ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը վախկոտ մարդ է եւ բազմիցս ինքը դա ապացուցել է։ Դրա համար շատ հավանական է, որ կփորձեն տանել ընտրությունների նոր ընտրությունների ձևավորեն արդեն մի կոալիցիա, որտեղ ԿՊ-ն չունենա, դա այսպես ասենք, վերահսկիչ փաթեթը, հա, եւ իր ճակատագիրը կախված կլինի, չգիտեմ, Արման Բաբաջանյանի կամ Արամ Զավենի Սարգսյանի ֆրակցիայի ձայներից եւ այստեղ որտեղ կհայտնվի այս դեպքում խորհրդարանական ընդդիմությունը, ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը, այն արտախորհրդարանական դաշտը, որը համամիտ չէ այդ արևմտամետ թևի եւ նրանց վարած քաղաքականության հետ։ Այստեղ բավականին, այսպես ասած, մտածելու եւ զրուցելու, հա, տեղ կա, որովհետեւ ես բազմիցս ասել եմ, որ մեր ներկայիս ընդդիմությունը խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական պետք է բացառի իր մեջ արևմտականությունը, որովհետև արևմուտքը իր այսպես ասենք ընտրությունը կատարել է եւ ընտրությունը դա Նիկոլ Փաշինյանն է, Արամ Զավենի Սարգսյանն է եւ Արմեն Գրիգորյանն է։ Այնտեղ արևմուտքը ընդդիմություն չի տեսնում եւ եթե ընդդիմության թիվ 1 գործողությունը պետք է լինի Արցախի վերադարձը եւ Արցախ վերադառնալը, ընդդիմությունը միշտ պետք է հիշի ով է եղել այն մարդը, ով հրավիրել է Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Պրահա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այնտեղ Արցախը հանձնի Ադրբեջանին, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ մարդը անազգոն Էմանուել Մակրոնն է եւ ինչքան էլ Ֆրանսիան հիմա արդյունքներ թափի, պրոհայկական հայտարարություններ անի, նոր տարին ասի, որ մեր ամբողջ զգացմունքները 150,000 արցախցու հետ են, մենք պետք է շատ լավ հիշենք ով է հրավիրել Փաշինյանին, որպեսզի ինքը Արցախը հանձնի Ադրբեջանին։ Դրա համար, որպեսզի ստեղծվի համապատասխան բալանս անող, հա, եւ մարկանց ընտրություն տվող վեկտոր եւ ընդդիմությունը պետք է բացառի իր մեջ Հայաստան ՆԱՏՕ հրավիրել կամ, չգիտեմ, այն բաներ, ինչ որ ուզում է անի Փաշինյանը։ Նաեւ ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի, հա, իր քաղաքականությունը, պետք է ազատվել որոշակի բալաստից, որը հիմա ներկա պահին կա,
ընտրություններին իհարկե պետք է պատրաստվել, բայց ընտրություններին նաև պետք է հաշվի առնել, որ այլ խաղացողներ բեմ կգան եւ շատ հավանական է, որ բավականին մեծ տոկոս իրենք փախցնեն եւ նույն Նիկոլ Փաշինյանից եւ նույն գործող ընդդիմությունից, խոսքը գնում է օրինակ նույն կուսակցության մասին, որը հիմա Երևանի քաղաքապետարանում կարողանում է իր ներկայանալով կամ չներկայանալով ազդել ընդհանրապես քաղաքապետարանի գործունեության վրա եւ իմ հաշվարկներով այդ կուսակցությունը շատ հավանական է, որ նաև Հայաստանի տարածքում բավականին շատ ձայներ հավաքի, եթե անդիմությունը այլ բան չառաջարկի։ Այս ֆորմատով ես համոզված եմ, որ այս երկու բլոկերից երկուսն էլ կհայտնվեն ուրեմն խորհրդարանում, դրա համար էլ եմ ասում, շատ հստակ պետք է մարդիկ որոշեն իրենց ասելիքը եւ անելիքը, եւ ասելիքը անելիքը չպետք է կրկնվի իշխանական որոշակի ասելիք եւ անելիքներից, որովհետեւ մարդիկ օրինակ, որոնք համարում են, որ ամեն դեպքում պետք է Ռուսաստանի հետ ճշնամանալ, եւ ովքեր տեսնում են Հայաստանի զարգացող ապագան նրա մեջ, որ Հայաստանը պետք է իր դաշնակցի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատի եւ դաշնակցավարի իրեն պահի, հա, ամեն դեպքում մարդիկ ընտրության իրավունք չունենան, ընտրության իրավունք ունենան մարդիկ, ովքեր սպասում են, որ Արցախի ուղղությամբ ավելի հստակ գործունեություն կլինի եւ գալիք իշխանությունները կփորձեն Արցախը վերադարձնել եւ մարդկանց վերադարձնել Արցախ արժանի պայմաններում, իրենք պետք է իմանան ում են իրենք ձայնը տալիս, այսինքն հստակ որոշակի մեսեջներով ընդդիմությունը պետք է գնա։ Հիմա ինքը կհավաքի 10%, 20% թե 60%, դա կախված է արդեն ընդդիմությունից, բայց այն գաղափարախոսությամբ, որոնք օրինակ նույն ազգային կոմիտեն մարդկանց փորձում է ղեկավարել, այդ գաղափարախոսությունը տանում է դեպի անդունդը, որովհետեւ մարդիկ իրոք ես լինելով, հա, բավականին մոտ ես բոլոր շրջաններս, այդպես էլ գաղափարական հատվածը չհասկացա ազգային կոմիտեի որն է։ Ձեր մի դիտարկմանը կուզեմ անդրադառնալ, ասացիք եկեղեցին իրեն այնպես չի պահում, ինչպես պահում է Արցախի ղեկավարությունը։ Ինչ պետք է աներ Արցախի ղեկավարությունը, որը չի արել ըստ ձեզ։ Ես ավելի հեշտ է ասել։ Հակառակը, տեսեք, առնվազն Արցախի ղեկավարությունը հունվարի 1-ին պետք է դիմեր Արցախի ժողովրդին։ Եթե ես սխալվում եմ, ասեք դու սխալվում ես։ Սամվել Շահրամանյանը վախենում է խոսել իր ժողովրդի հետ, ապա ինչու այդ մարդը դե յուրե, հա, զբաղեցնում Արցախի նախագահի պաշտոնը։ Եթե Արցախի նախագահ դա նաև մարդկանց առաջնորդող անձն է։ Հիմա եթե դու որոշակի լծակներ չունես ֆինանսական կամ կառավարական, բայց ամեն դեպքում դու մնում ես Հայաստանի Արցախի թիվ 1 պաշտոնյան, հա, եւ դու պետք է քո ժողովրդի հետ խոսես, դու չպետք է ինչ որ անհաջող, այսպես ասենք, ֆորմուլировկաներով որոշակի գործողությունները պարփակես եւ հետո փորձես ինչ որ տակից դուրս գալ, հա, չէ, դու Արցախի առաջնորդն ես, դու պետք է խոսես քո ժողովրդի հետ, պետք է ինքը 3 ամսվա մեջ պետք է զանգեր օրինակ զոհվածների ընտանիքներին, ինչ որ եթե եմ ասում գումարային ինչ որ հնարավորություններ չունի, առնվազն ուշադրության ինչ որ խոսքեր կարեկցանքի խոսքեր ասեր, այսել մարդկանց տներ, հա, հոլ բան չի։ Արցախի այդ առաջնորդին Արցախի խոսքը միայն Շահրամանյանի մասին չէ, շատ նախարարի մասին է գնում, падգամավորների մասին է գնում։ Եթե նրանց կանգնեցնում են Հայաստանում ընտրության առաջ, եթե խոսեք, Հայաստանը կներքաշեք պատերազմի ու վտանգի մեջ, այդ դեպքում ինչ պետք է անենք։ Գիտեք, պատերազմի ժամանակ նույն Ռոբերտ Քոչարյանն են ուլտիմատումներ անում 1992-ից 94-ը, որ աշխարհը դեմ է, որ Ռուսաստանը Յոսի մոթերը կփակի եւ չգիտեմ ինչ, հայտնի այդ Քարբաճարյան ուրեմն ժողովը որ կար, հա, եւ ավելի մեծ շանտաժ էին ենթարկում Ռոբերտ Քոչարյանին եւ իր թիմակիցներին, բայց ամեն դեպքում այդ ժողովից հետո գնացին ազատագրեցին Աղդամը ենթադրենք եւ մնացած տարածաշրջանները, այսինքն եթե դու վախկոտ ես, եթե դու վախենում ես կամ քեզ կարող են վախացնեն, հա, ուրեմն դու սխալ պաշտոնի ես։ Ամեն դեպքում եթե խոսքը գնում է Արցախի մասին եւ մնացած, չգիտեմ ինչ որ այլ բաների մասին, եթե քո համար Արցախը բացարձակ արժեք չի, որի համար դու կարող ես նաեւ տուժվես, հա,
ուրեմն դու սխալ պաշտոն ես, ոչ մեկ քեզ չի ստիպում լինել Արցախի նախագահ, պետնախարար, սովորական նախարար, ԱԺ խմբակցության ղեկավար, նախագահ եւ այլն։ Այսինքն դու ունես առաքելություն, այդ առաքելությունը մինչև վերջ պետք է տանես, այլապես մի մտի այդ առաքելության տակ։ Բայց եթե դու մտել ես մի բանի տակ, որը չես ուզում անես, ժողովուրդը դա իրականում զգում է եւ ես ցավում եմ այդ մարդու համար, որովհետեւ միայն դրական բաներ է լսել ժամանակին իր մասին, բայց ներկայացին ինքը վստահություն ընդհանրապես չունի որևէ, այսպես ասենք, արցախյան շրջաններում, բացի երևի իր մոտ շրջապատից եւ սա իրոք ողբերգություն է, որովհետեւ իրեմ ասում, դու առաջնորդ կարող ես լինել ոչ միայն այն ժամանակ, երբ որ դու ունես շքախումբ, երբ որ դու ունես ախրանա, դու ունես չգիտեմ, քեզ ենթարկող նախարարներ, բանակ, ֆինանսական միջոցներից տիրապետում, առաջնորդը դա այն մարդն է, ովքեր տանում են մարդկանց իր հետևից եւ այստեղ է հիմնական խնդիրը, եթե դու վախենում ես չեղարկել, հա, քո իսկ հրամանը եւ դու այդպես էլ հրապարակավ չեղարկեցիր եւ գիտեք շատ անհաջող կներեք բառս համար կրոտիկներ դաշտի մեջ մուծրեցին, որ ես իմ ինչ որ sense բաներ կան, որ մենք չենք կարող, կարող ենք եւ այլն, կա Արցախի սահմանություն, որ ասում է յուրաքանչյուր հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակվելուց եւ դու ինչ էր հիմա խոսած չեղարկված այլձևի չեղարկված թաքունա չեղարկված ես իմ ինչ մորքուրի տունն այդ ես իմ չեղարկվածություն դու հրապարակավ դա չես չեղարկել ավելին ես էլ եմ ասում այդ հայտարարությունը շարունակվեց դու հունվարի 1-ին հա դեկտեմբերի 31-ին քո ժողովրդին ուղերձով չես դիմել դա էլ է քեզ Փաշինյանը արկելում այսինքն ինչն է խնդիրը ուր է Արցախի տեղեկատվական շտաբը հա ուր է որևէ պետական կառույց որը ինչ որ բան կարող է ասի ոչ եւ էլի վերադառնանք եկեղեցուն միակ էլի կառույցը որը էլի ինչ որ խոսք է հանում դա Արցախի թեմն է որը այսօր մի քանի որը այսօր բան է անելու հատարակ է մատուցելու Սուրբ Գայնը ուրեմն վանքում պարզ է որ խորհուրդը Քրիստոսի ծնունդն է հա բայց ամեն դեպքում կրկին մենք գոնե կարդում ենք լրատվության մեջ որ Արցախ բառը ինչ որ ձևի կա որ եմ ասում եթե դու չես կարողանում հա այդ առաջնորդի բեռը տանես ավելի լավ է հրաժարական տուր այդքան խայտարակվել պետք չի ավելին ասեմ այս տեմպերով շարունակվելով մենք այսպիսի ղեկավարությունով լրարկած հա մենք կարող ենք ընդհանրապես մոռանալ ապագայում Արցախի վերադարձի եւ Արցախ վերադառնալու համար իսկ բոլորը պետք է հիշեն որ եթե Արցախի տարածքում հայ չապրի ինչքան էլ Հայաստանը հզորանա ինչքան էլ ապագայում լավ ղեկավարություն գա Արցախը ետ վերցնելու վերադարձնելու շանսերը զրանում են եթե չկա այնտեղ հայ չկա նաեւ այսպես ասենք առիթ մտնել Արցախ եւ պաշտպանել այդ մարդկանց իրավունքները, պաշտպանել այդ մարդկանց անվտանգությունը։ Այո, եւ տեսեք, վեհապարը չպետք է լինի Արցախի նախագահից ավելի շատ Արցախ սիրող, հա, սա էլի նոնսենս է, բայց ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք, չգիտեմ, ես իրավունք չունեմ ինչ որ խորհուրդներ տամ կամ ստապության կոչեր անել, բայց ամեն դեպքում այն մարդկանց հետ ովքեր գոնե հիմա ինչ որ ձևի պաշտոնով, հա, կապված են Արցախի հետ, ես ամեն դեպքում մարդկանց խորհուրդ կտայի արտահայտվել, հակառակ դեպքում շատերի մոտ արդեն տպավորություն է ստեղծվում, որ իրենք իրոք այսպես ասենք, պարտվել են իրենք սպիտակ դրոշները թափարել են Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչը իմ կարծիքով հայտարարություն է եւ Արցախցին, Արցախում ապրող հայ, երբ միշտ եղել է մեզ համար օրինակ այն մարդուն, որը բոլոր դժվարությունները անցնելով դիմանալով երբեք չի հանձնվել եւ իմ խոսքս ուղղակի ուղղում եմ Արցախի պաշտոնյաներին մեզ հակառակում չհամոզել։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ 168 TV-ի եթերում ես զրուցում էի Տիգրան Քոչարյանի հետ, ցտեսություն։